Երբ չեն քննադատում մարդուն, մարդը այլևս գոյություն չունի։ Նույնիսկ Հիսուս Քրիստոսը խաչվեց, որպեսզի մեր մեղքերը ներվեր։ Ու Աստված ներեց մեր մեղքերը, զոհաբերելով իր միակ որդուն։ Եվ ինչ? Շատ շատերը ուրանում են Հիսուս Քրիստոսին, շատ շատերը ուրանում են Աստծուն։ Կան անհավատ մարդիկ, որոնք չեն ընդունում Աստծո գոյությունը, Հիսուս Քրիստոսի գոյությունը եւ այլն։ Մարդիկ տարաբնույթ են, ունեն տարբեր մակարդակ։ Ովքեր ենք մենք հասարակ կանացուներս, որ չքննադատվենք։ Բայց քննադատվել չի նշանակում, որ քննադատվողին պետք է վիրավորեն, կպնեն սեփական անձին արժանապատվությանը։ Քննադատել նշանակում է, որ մարդ ունի բանականություն, առողջ բանական մարդ է, այսինքն հիվանդ չի, խելագար չի, ու առողջ բանականության սահմաններում օբյեկտիվ, փաստացի վերլուծության է ենթարկում կամ հիմնավորումներով, հակափաստարկներով մարդուն քննադատում է, բայց ոչ վիրավորելով մարդու արժանապատվությունը։ Ինչպես վարվել, երբ դու ունես մեծ ճանապարհ անցած, փորձ, գիտելիք, մեծ ներուժ, ինչպես վարվել, երբ չմարդը, այսինքն բանականությունից զուրկ մարդը փորձում է քեզ վարկաբեկել իր հիվանդագին մտքերով, բառապաշարով, տարիքով կին, ով իր ընտանիքի հետ, երեխաների, թոռների հետ հանրային լուսանկարներ տեղադրում ու վարկաբեկում է ուրիշին ամենավերջի բառերով։ Ինքը պախարակում է իր ընտանիքը, որովհետև այդ մարդուն, ով տեսնի փողոցում, ընդունել է որպես անառողջ մարդ, ով կարող է իր ընտանիքի հետ լուսանկար տեղադրի ու ամենակեղտոտ բառապաշարով հանդես գա։ Ժողովուրդ ջան, ամենաուժեղ տոկուն մարդը նույնիսկ կարող է այդ սադրանքներին զոհ գնել։ Ինչի ես տեղադրեցի այդ մարդկանց լուսանկարները, ես տեղադրեցի ոչ թե նրա համար, որ իրենք արժանի էին, ինչ որ իրենցից բան էին ներկայացնում, որ կարողացան ինձ սադրել ու հուներից անել, ոչ։ Ինձ ճանաչողները շատ լավ գիտեք, որ ես ունեմ հարուստ անցած ճանապարհ։ Իմ երիտասարդ տարիքին ես կյանքի մեծ փորձ ունեմ, իմաստություն ու կայացած մարդ եմ։ Ինչու տեղադրեցի։ Տեղադրեցի, որովհետև ես ուզում եմ, որ հանրությունը տեսնի նման մարդկանց, տեսնի, որ կան նման մարդիկ։ Մարդիկ, ովքեր որ չունեն մարդկային բանականություն։ Ու ասեմ ավելին, սրանք սադրում են, կպնելով, որ ես եղել եմ գերության մեջ ու պետք է գամ ու ձենս չհելնի, որովհետև լիքը մարդիկ եկել են ու ոչ մեկի ձենը չի ելել։ Հիմա նայեք, այս մարդիկ դեմ են յուրաքանչյուր հային, ով որ իր երկրի համար ինչ-որ բան է անում, որովհետև իրենք ուզում են այն մարդկանց, ում որ պետությունը, ազգը, ժողովուրդը մեծ հանրային գովասանքներ աստանում, տվյալ մարդուն փորձում են կոտրել։ Այսինքն փորձում են ճնշել ուժը, որը նպաստում է պետությանը։ Ու ես դրա համար ես մարդկանց տեղադրեցի մեջում, որպեսզի դուք տեսնեք ու դուք ինքներդ գնահատական տաք տվյալ մարդկանց վարկագծի մարդ լինելու, հայ լինելու տեսակի մասին։ Ոչ մեկ ինձ չի կարող խղճալ, որովհետև ես խղճահարություն չեմ առաջացրել, ու ես ատում եմ խղճահարություն առաջացնող մարդկանց, որովհետև Աստված, մեր ամենակարող Աստված մեզ ստեղծել է բանական, տվել է ձեռք ոտք ու ասել է արարիր ու ստեղծիր։ Ես քեզ տվել եմ կյանք, տվել եմ հնարավորություն, առողջ մտածելակերպ, բանականություն, ու դու պետքա ինքդ քո ապրելու միջոցները հայտայտես, ինքդ քո մարդ տեսակը պահես։
Ինչու համար մենք ունենք բանականություն, որպեսզի մենք հասկանանք ինչ ենք անում, հասկանանք ինչ ենք խոսում, պատասխանատու լինենք մեր արարքների, մեր խոսքի, մեր վարքի համար հասարակության առաջ։ Դա է մարդ տեսակը, որ մենք պետք է պատասխանատու լինենք մեր վարքագծի, մեր խոսքի, մեր գործողությունների համար հանրության ժողովրդի առաջ։ Ու ես միշտ պահել եմ էթիկայի կանոնները, միշտ եղել եմ սիրալիր մարդկանց հետ, բայց մարդիկ կան, որ մտածում են դա թուլություն է, դա թուլություն չի։ Դա ուժ է, որ պետք է կարողանաս պահես քո ներքին կրակը, որովհետև գիտակցությունը պետք է ավելի հզոր ու զորեղ լինի, քան հոգին, որը ըմբոստանում է, փորձում է դուրս ժայթքել։ Հոգին, միտքը եւ սիրտը պետք է համահունչ աշխատեն, բայց գիտակցությունը, սառը գիտակցությունը պետք է միշտ ավելի բարձր մակարդակի լինի, որպեսզի էմոցիոնալ դաշտին կարողանա հաղթել, որ սխալ թույլ չտաս։ Ու ես միշտ մարդկանց հաղթել եմ իրենց սխալի վրա աշխատելով։ Երբ մտել են իմ անձնական դաշտ, փորձել են ինձ վիրավորել, ես տվյալ մարդկանց հնարավորություն եմ տվել 1-2 ու երրորդը արդեն իրենց բաժիշկ գործողություններ եմ ենթարկել օրենքի սահմաններով։ Չի կարելի լինել չմարդ։ Մարդկանց էությունը ցույց է տալիս իրենց գաղափարը, իրենց գործողությունները, իրենց անցած ճանապարհը։ Ես փառքով անցած ճանապարհ ունեմ, որի համար ես հպարտ եմ։ Ես իմ ժողովրդի համար, իմ ազգիս համար, իմ կյանքս վտանգի եմ ենթարկել ու մի վայրկյան չեմ մտածել դրա մասին։ Ես պետքա կյանքս էլ կտայի, մենակ կարողանայի ավելի դրական բան փոխել իմ երկրի ու ժողովրդիս համար։ Ես չեմ ափսոսացել որևէ վայրկյանի համար, որ գտնվել եմ Ադրբեջանի բանտում, որովհետև եթե ես պետքա ինչ-որ լավ բան անեի, բայց հայտնվեի այնտեղ, ուրեմն իմ ազգիս օգնելու համար ուրեմն թող այդպես լիներ։ Ես ոչ մեկի չեմ մեղադրում։ Ոչ մեկի չեմ ասում, սրա պատճառով ես հայտնվեցի, որովհետև չհոգացին անվտանգության մասին, սրա պատճառով հայտնվեցի, որովհետև ինձ տվեցին ադրբեջանցիներին, այն մեկն էր մեղավոր, կարամ հազարատ մեղավորներ հավաքեմ, իսես բուկետի մեջ ու ասեմ։ Բայց ես դա չեմ ուզում, որովհետև ամեն մարդ պետքա մտածի, որ ավելի վատը կարար լիներ։ Փառք Աստծո, որ հիմա ես ազատության մեջ եմ, իմ ընտանիքի ու իմ ազգի հետ եմ։ Էդա, իմ համար կարևոր է դա, որ անցավ է դաժան ու դառը տարիները, ու ես վերադարձա տուն։ Եղեք բանական, խելամիտ մարդ, մի թույլ տվեք, որ ձեր ներքին չարությունը ավելի հզոր լինի, քան բանականությունը, գիտակցությունը։ Մարդ, ով որ քննադատում է դիմացինին, չճանաչելով դիմացինին, եւ դիմացինը իրեն ընդհանրապես չի տեսել, չի լսել քո այդ դիմացինի գոյության մասին առհասարակ, բայց դու անznավորված վիրավորում ես մարդուն, նշանակա դու այնքան չար ես, որ այդ տվյալ մարդու լավը տեսնելով, այնքան ես քո մեջ այդ նեղվածությունը, այդ վատ, այդ չարիքը այնքան ուժեղ է, որ դու ուզում ես վնասես այդ մարդուն, որովհետև ինքը քեզանից առավել է։ Դու չես մտածում, որ այդ մարդը առավել է իր արած գործով, իրեն պետքա հարգանք մատուցես, որ այդ մարդը կարողացել է այդքան շարժվի առաջ, քեզանից առավել է, դու ես մեղավոր, որ քեզանից առավել է։ Փորձիր ինչ-որ մի բան անել, փորձիր գործողություններ անել քո կյանքը բարելավելու համար, քո շրջապատի համար ավելի լավը լինելու համար, որպեսզի այդ չարությունդ բարի դառնա։ Աշխատիր քո վրա, որ չարությունդ իջացնես, չխանգարի քեզ լինել լավ մարդ, չխանգարի, որ դու հետո չխայտարակվես ամբողջ հանրության առաջ։ Չարությունը քեզ միշտ խանգարելու է։ Ու ես յուրաքանչյուր մեկին, ով որ փորձի անձնական վիրավորում տալ, կամ հանրային դատի եմ տալու, որ հանրությունը դատի այդ մարդուն, կամ օրենքի սահմաններում եմ պատժելու, որովհետև այլ կերպ մարդկանց հետ, նման չմարդկանց հետ պայքարել չի լինի, ժողովուրդ ջան։ Այդ մարդիկ զուրկ են հասկանալու
ունակությունից, այդ մարդիկ մտածում են, որ արհամարում ես դա թուլություն է, արհամարում ես իրենք ավելի ճիշտ էին, ավելի ուժեղ են, արհամարում ես նշանակում է, որ դու սխալ ես։ Դրա համար պետք է հանրային դատի առաջ կանգնեցնել կամ օրենքի դատի առաջ կանգնեցնել։ Աստծով ապրեք, երբ ունես Աստված, երբ ունես հավատ, երբ դու սիրում ես քո Աստծուն, դու չես կարող լինես չար։ Դու չար ես, որովհետև չունես Աստված։